Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ձեզ համար ավետարանական պատմությունները մեկնում է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական սրբազան։ Աստված բավական։ Մենք ապրում ենք հոգալով մեր վաղվա օրվա խնդիրները։ Ջանում հնարավորինս բարեկեցիկ կյանք ապահովել մեր երեխաների համար։ Երբեմն պաշտպանված եւ ապահով լինելու մեր ձգտումները հասնում են ծայրահեղության։ Այսօր կփորձենք պարզել, թե արժե արդյոք մտասևեռվել վաղվա օրվա վրա, թե ինչպես պատվիրում է Աստված, ապավինել իրեն։ Ընթերցենք ավետարանական հատվածը։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, եւ մարմինը, քան զգեստը։ Նայեցեք երկնքի թռչուններին, ոչ վարում են, ոչ հնձում եւ ոչ էլ շտեմարանների մեջ հավաքում, եւ ձեր երկնավոր հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ Եվ արդ ձեզնից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգս անում։ Նայեցեք վայրի Շուշանին, ինչպես է աճում, ոչ ջանք է թափում եւ ոչ հյուսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման։ Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա եւ վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան եւս առավել ձեզ, թերահավատներ։ Այսուհետև հոգ մի արեք եւ մի ասեք, ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում, քանի որ ձեր երկնավոր հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է։ Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա։ Այսուհետև հոգ մի արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար։ Սրբազան, Աստված պատվիրում է չհոգալ վաղվա օրվա համար։ Ինչպես հասկանալ այս խոսքերը տառացիորեն։ Մենք հաճախ կհանդիպենք ավետարաններում այդպիսի խոսքի արտահայտություն։ Զորնակ կսե որ եթե աչքը կքայթաղեցնե քեզ, հանեանի գա նետե քեզ մետուս։ Ցերկը քայթաղեցնե գդրե եւ նետե։ Բայց եթե մենք տարածի գերբով դառնենք, ուրեմն գարելի է որ մարդուն աչքը երբեք չքայթաղեցնե իրեն, ցերկը չքայթաղի, ոտքը չքայթաղի։ Ուրեմն մենք բոլորս այդպես անտամալույց պետք է շրջենք։ Ուրեմն հայտնի է որ Տեր Հիսուս հոստը ինչ կուզե շեշտել ուրիշ ճշմարտությունը, որ քայթաղությունը շատ կարևոր է, ալավելի կարևորն է հոգին փրկությունը եւ պետք է մենք շատ կարգաբահ ըլլանք մեր անդամներու նկատմամբ։ Ուրեմն Տեր Հիսուս հոստը բոլոր ժամանակներու ժողովրդին իրականության մեջ գոչ մգուղ է, գսե որ դուք շատ կմտահոգվիք նյութական բաներով, ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք, ինչ պիտի հագվիք, բայց գսե ուրիշ բաներ կան իրականության մեջ ավելի հոգս ընելիք, պետք է ավելի քաչ ապրեք դուք։ Խնդիրը այդ չէ որ իրավես մենք չունենք ուտելիք, խմելիք, հագուստ, բայց մեր միտքին մեջ մտահոգություն ըսված մեխանիզմ կա, որ շարունակ մեզի անհանգիստ կնե, նույնիսկ մեր քուներուն մեջ կմտնե, մեր երազներուն մեջ կմտնե եւ վաղվան մասին երգյուղ կաստե մեր սիտին։ Մի տեսակ մենք շարունակ բրգված կապրենք, շարունակ պահպանության տակ կապրենք, շարունակ կսպասենք որ վաղը վատ բան մգրնալ, քալիք տարիները վատ գրնանալ, ուրեմն պետք է մենք այդ վատ օրերուն համար պատրաստություն անենք։ Եվ այսպեսով մենք կփախցնենք ապրելը։ Քարունը գուքա, ծաղիկներ կբացվին, բայց մենք չենք տեսներ անիկա։ Կտեսնենք մեր մտահոգությունը վաղվան մասին։ Ցույնը գիչնա, ամեն ինչ իսպիտակ կդառնա, մանուկները կխաղան, բայց մենք դուխուր ենք, որովհետև մտահոգված ենք վաղվան մասին։ Գիշերը գուքա, աստղերը կփայլեն, բայց մենք չենք տեսներ, որովհետև մխրճված ենք ցեխի մեջ,
եւ կտեսնենք միայն վատը։ Ուրեմն ինչու այսպես, որովհետեւ մենք կարծես թե մեր մշակույթի կողմը կսորվեցվենք մտահոգվելը մի տեսակ ապրելակերպ կդառնա, աշխարհայացք կդառնա եւ այս բրգված վիճակով ուրեմն մենք կյանքը չենք կրնար վայելել։ Երբ պիտի վայելենք, ուրեմն Տեր Հիսուս կսա, որ այսօր պիտի վայելես եւ քու միտքեդ դուրս պիտի հանես այդ հիմնական վախերը, որովհետեւ այդ վախերը Աստծուց մեջ չկար։ Աստված այդպիսի աշխարհ ստեղծել է, որ հոնդե բոլոր էակները լիակատար գարնեն իրենց կյանքի փաշինը։ Սրբազան շատ գեղեցիկ է, երբ Աստված պատվիրում է տեսնել այդ գեղեցիկը, ապրել թռչունների նման, ապրել դաշտի ծաղկի նման, բայց արդեն այս աշխարհը մի տեսակ նյութականացած է, դժվար չէ արդյոք հետևել այդ խորհրդին կամ պատգամին։ Քրիստոնյան թեպի զարիվեր ընթացող անձն է։ Ճամփան դժվար է, ինչպես որ սարգը բարձրանակ, բայց տեսարանը ավելի կհստականա, կբարձանա, կքերեցկանա։ Ուրեմն դժվարությունը, որ մենք Տեր Հիսուսի խոսքերու մեջ կտեսնենք, արդեն անոնց իրական ըլլալը ցույց կտա։ Ինչպես որ բժիշկին գերտանք մեզ գսե, որ դիետա բիդոնես, սաբիդիչուդես, մարզանք բիդոնես, քունուտլավ բիդարնես, ասենք որ շատ դժվար է։ Այո, դժվար է, բայց այդ չփոխեր, որ այդ խոսքերը ճշմարիտ են։ Հետևաբար Տեր Հիսուսի խոսքերը ապրիլ մեր քաղաքական կյանքի մեջ, այսօրվան կյանքի մեջ, արդի կյանքի մեջ շատ դժվար է, բայց անկարելի չէ։ Պետք է մեր նայվածքը պետք է փոխել։ Եվ պետք է հասկանանք, որ մենք մեր միտքի մեջ ծուղակավորված ենք։ Այսինքն մեզի սորվեցուցած է այս աշխարհը հadoop տեսակ նայելու, թեփքերուն, թեմքերուն, անձերուն, հարստության, կյանքին, մահվան եւ այդ բոլոր հոգսերը մենք կառնենք մեր վրա եւ այդպես կնայենք։ Անորամար Տերը ինչ կսե, բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ եկեք ինձ, ես ցեզի հանգիստ կտամ։ Բայց ինչպես հանգիստ կտա Տերը, կսե իմ փերս արեք եւ ինձ մեզ սորվեցեք։ Անադեն հանգիստ կգտնեք ձեր հոգիներուն։ Ուրեմն Տեր Հիսուս մեր փերերը չգնար արնել մեր վրայեն, այդ մտահոգություններն չգնար փրկել մեզը, եթե մենք իր մե չենք սորվիր։ Միայն իր ուսուցումներով մենք կհասկանանք կյանքը եւ մահը եւ կարժևորենք մենք մեր ներկան։ Ուրեմն մենք պետք է շատ լավ հասկանանք Տեր Հիսուսի խոսքերը։ Տեր Հիսուս չսեր որ հոգս պիտի չնեք, գսե որ հոգս պիտի ունեք, բայց արդեն ծեր օրը այնքան լեցուն է, որ այդ հոգսերով անոնցմով սպաղվեցեք։ Ներգա դժվարությամբ սպաղվե։ Անիգա լուծելուչանա։ Վաղը ուրիշ դժվարություններ պիտի ունենաս արդեն։ Հիմա կունե ինչու համար վաղվան բոլոր հոգսերը գարնես քու վրա, թերևս երբեք իրական պիտի չէ։ Ես կդակմը հիշեմ, ուրեմն ամուսիններ գամուսնանան եւ առաջին քիշերան սկսյալ գինը գսե որ բարգելը առաջ ցայն լսեցի տունի մեջ քով մտածե կարծես թե քնանայ ամուսին գերտա գնայի փամը չգա ուրեմն ամեն քիշեր նույն բառնությունը ամեն քիշեր գինը գսե որ ցայն լսեցի քով է կարծես թե ամուսին գերտա տարիներ գանցն այսպես 17 տարի հետո գրգին ամուսնի գիչնա գտեսնե որ քովը հոնե Եվ քո գտեսնե գուզե փախչի ճիշտ պատուհանեն բիդը փախչի կփրնե գսե որ գեցիր ուր գերտաս կինս կսպասեք 17 տարի ուրեմն իրավես այսպիսի դիծաղերի վիճակ է շատ անգամ մեր վախերը երբեք պիտի չկան անոնք զորնանք մենք երբեք անոթը պիտի չմնանք քանի քիշեր անոթի մնացինք մինչև այս տարեկան երբեք մեր պիտի չլանք մենք երբեք թերևս առանցին պիտի չմնանք, բայց կրնան ալլալ այս բոլորը, կրնան ալլալ, բայց հիմա կվնե ինչու համար իրավես մտահոգվել 17 տարի հետո քալիք այդ թեփքի համար։
Սրբազան, իսկ վաղվա օրվա մասին չհոգալը, չմտահոգվելը մի տեսակ պատասխանատվությունից խուսափել չէ, քաոսի չի վերածի մարդու կյանքը։ Ուրեմն Տեր Հիսուս չսեր որ վաղվան համար մի պատրաստվեցեք։ Վաղվան համար հոգս մի ունեք է։ Այսինքն կորցումը ընելու մեջ մենք ինչ զգացում գտնենք, այդ շատ կարևոր է։ Տեր Հիսուսի ամբողջ փիլիսոփայությունը, կյանքի մոտեցումը վաղվան համար պատրաստվելն է, չէ՞։ Հետմահու պատրաստությունն է։ Մենք միշտ պիտի այդ պատրաստությունը պիտի ունենանք, բայց առանց մտահոգվելու, առանց փանիկ ըլլալու, առանց ընկճված ըլլալու, առանց հուսափեկվելու։ Ուրեմն մենք խնդիրներ կգտնանք թիմակրավել այդ առանց այս ժխտական բացասական ընկճված զգացումները։ Հավատով, ուրեմն Տեր Հիսուս այս գսեմ է, բայց չէ մենք հասկանանք անիկա որոշ մարդոց պես, որ քրիստոնյան անհոգ պետք է ապրի, աշխարհ իր հոգը պետք չէ լա, միայն այսօր ինչ հաճույք կա գաբրի, գան հերու արևելքի այդպիսի փիլիսոփայությունները, քրիստոնեությունը այդպես չէ, Տեր Հիսուս չսեր որ հոգ պիտի չնես, Տեր Հիսուս կսե որ այսօրը շիդակ պիտի ապրես, այսօրվան հոգսը պիտի դանիս, ուրիշ տեղ ինչ կսե, անոր իր խաչի չարներ ամեն օր, եւ չի շալգեր եւ իմ յետևես չի կար արժանի չէ ինձ։ Ուրեմն մենք ամեն օր խաչ պիտի գրենք։ Ուրեմն եւ անիկա իր հոգսը ունի հարգավթե։ Անիկա քյուրին չէ, բայց Տեր Հիսուս կսե որ ասիկա առանց բարդույթի ուրեք։ Այսինքն ծեր հոգին ներսի չթափանցե այս մտահոգ այս հոգսերը, որովհետեւ շիդագլան ինչ մնացած է մեկ շաբթվան առաջվան մեր հոգսը չեմ սեր որ մեկ տարվան 10 տարվան առաջ հիշեցեք մանուկ եղածարենս որքան լացինք այն խաղալիքի վրա որ երբեք չեկավ այն շոկոլադի վրա որ մեզի չառնվեցավ այն հագուստու գոշիկը հավնած էինք եւ չեղավ ինգած էինք մեր ընկերը մեզի վատ բան մրած էր լացած էինք եւ գամ երդասարտության այդպես մտահոգվեցանք կարծեցինք որ այդ սերը մեր ամենամեծ սերն է եւ մեր ժված ուլալու այդ զգացում բայց անցած են բոլորը կարծես թե իրապես մեր հոգսերը ժայռի վրա չեն քրված ավազի վրա քրված են հովը գարնի եւ գտանի հետեւաբար Տեր Հիսուս կսե որ հիմա կվնե թուն իմաստուն եղիր եւ հասկացիր որ այս բոլորը չարժ էր սրտմաշուկ ունելու ուրիշ բաներ կան կյանքի մեջ մտահոգվելու Թուն քեզի համար այսքան մի մտահոգվիր մի քիչ ուրիշներուն դեղ բաց կյանքիդ մեջ աստուծո դեղ բաց այս աշխարհի մեջ բաներ մփոխելու մտահոգվե խաչ գրելու համար մտահոգվե ուրեմն Տեր Հիսուսը ըսածը իրապես մեզի կյանքի պատասխանատվություններ են փախչիլ չհրավեր ճիշտակարակը այդ պատասխանությունները ճիշտ եւ շիդակ գրելու մասին է որ գոչկուղ է Սրբազան մեր կյանքում հաճախ են հանդիպում մարդիկ, անգամ հավատացյալ մարդիկ, ովքեր ապրում են ծայրաստիճան աղքատության մեջ։ Չէ՞ որ կան դեպքեր, երբ պարզապես դժվար է հասկանալ կամ ընկալել վաղվա օրվա մասին չհոգալու այս սկզբունքը։ Ուրեմն շիդակ է որ մեծակույն հարցերեն մեկը հավատացյալի համար, ինչու համար բարիները ցավ են քաշում։ Ինչու համար Աստծո հավատացողները նեություններու մեջ են եւ անոր համար հոպի քիրքը գրված է հոպը որ արդար մարդեր շիդակ մարդեր հավատացյալ էր բայց մեկենի մեկ ամեն ինչ կգործունցնե իր ընտանիք անդամները բոլոր հարստությունը իր առողջությունը եւ մարդիկ կան եւ գսեն որ թու մեղմ կործածես որ այս բանը քուքուլուհուտ եկավ եւ անալոգս է որ չէ ուրիշ պատճառ պետք է լա եւ հոպի քիրքը ճիշտ այս ծեր հարցուցած այս հարցումին ուսումնասիրությունն է եւ հոնդե հայտնի կդառնա որ մարդուն այս ցանկի մեջ նպատակ ապրելու նպատակը երջանիկ լավ չէ մարդուն այս աշխարհի մեջ ապրելու նպատակը
փորձվիլն է եւ հաղթական դուրս գալն է իր նկարակիրի հաստատությունն է իր հոգին մեջ աստուծովայել աստվածավայել եւ երկինքին դրախտին Աստծո արքայության հարմար անձնավորություն կազմավորելն է մեր այս կյանքի նպատակը այս է եւ մենք պետք է խոստովանենք որ նեղությունները դժվարությունները ցավը մեր մեջ հոգեբես ավելի հաստատ ավելի զորավոր ավելի գիտակից մարդ կգերտե ուրեմն այս վիսներուն Սուրբ Գիրքի դված պատասխանը սա է Աստված գուզե փաստել որ իր հավատացյալները գրնան ապրիլ կյանքի նվաստակույն պայմաններու մեջ եւ դակավին շարունակել իրենց հավատքը ամենեն թանկագինն է ուրեմն եթե իրապես հավատացյալն ալ նույն խնդիրը գաբրի եւ անհավատն եթե երկուքն ալ նույն բորտկումներով պիտի ապրին նույնպես պիտի ապստամբեն կյանքին նույնպես հորեդես պիտի դառնան այնադեն հավատքի առավելությունը ինչ է ուրեմն Աստված մի տեսակ այս աշխարհին կփաստե որ իր հավատացյալները գրնան դժվարություններու մեջ են անցնել բայց մեկ տարբերության ինքը անոնց հետ պիտի լա մարդը շատ զորավոր է իրականության մեջ մեր գարզածեն շատ ավելի զորավոր է հայ հոգեբամը գար անունը Տշպատապար մորցա ինքը ուսումնասիրած էր մեծ եղերնիեն փրկված անցանց հավատքի որակի մասին այսինքն չարտը դեսած այդ մարդիկ իրենց հավատքի որակը ինչպես է եւ լսեցի իր բանախոսությունը այս հոգեբանին ուսումնասիրած է 3-4 տարի այս անձերու հետ անձնապես տեսնվելով գսեր որ ես սկզբեն կգարձեի որ այս մարդիկ իրենց հավատքը գործունեացած են այս վատ բաները այս ողբերգությունները տեսնելով Աստծո հավատալ որքան դժվար կլա բայց իրենց մեջ անհավատ մարդուն չհանդիպեցա ես եւ հետո հասկացա որ ճիշտ հակառակը այդ դժվարություններուն մեջ մարդիկ հասկացած են Աստծո գոյության Աստծո փառության եւ մարդու հանցանքը լալով տեսնելու սկսած են այդ բոլորը ոչ թե Աստծո հետևաբար մենք պետք չէ այդ դժվարությունները չափազանցենք դժվարությունը գրագը իր ինգած դերը գայր է բայց շատ քիչ դժվարություն կա որ մարդը չկարողանա տանել Պողոս Արաքյալի հրաշալի խոսքը կա չէ գսե որ Աստված մեզ ոչ մեկը մեծ փորձությամբ չփորձեր մեր կարելիությանը ավելի փորձությամբ չենք փորձվել եթե փորձությունը կա Աստված երկի ճամփան ալ կպատրաստե մեզ համար Սրբազան Սուրբ գրքում կան օրինակներ երբ մարդիկ առաջնորդվել են այս վաղվա օրվա մասին չհոգալու սկզբունքով Հարգավ թե այսինքն քրեթե Սուրբ Գիրքի բոլոր սուրբերը ասենք մարգարեները այդ սկզբունքով ապրած են ամիջապես իմ միտքս կուկասորունակ Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը, ասոնք քոչվոր ժողովուրդ էին, չէ՞։ Դեր շունեին մնային։ Անասուններով միասին, քաղաք, անաբադ գնթանային եւ ջող կյանք կապրեին, որովհետեւ Աստված իրենց հետ էր։ Հովսեփ Քեղեցիկը գույշեմ զորօրինակ, որ ծախվեցավ իր եղբայրներու կողմէ եգիպտացիներուն, ստրուկ դարձավ Հոնդե ամփաստանվեցավ, փանթրվեցավ, փանդի մեջ երկար տարիներ մնաց, բայց իր հավատքը չգործունցուց։ Կտեսնենք, որ բոլոր այդ վիճակներում մեջ ստրուկ եղած ադեն լավ ստրուկ եղած է, անոր համար բարձրացած է։ Փանդին մեջ լավ փանդարգյալ եղած է, անոր համար փանդաբեդը մյուս բոլոր փանդարգյալներու վրա դրած է իրեն։ Երբ որ pedagogan մարդ դարձավ ինքը իր գործը լավ գներ։ Հետևաբար մի տեսակ հոգս տանիլ այդ թե որ մեր ներկա բարդականությունը լավ պիտի կատարենք։ Ճիշտ մարդ պիտի լանք այսօր։ Մեր կյանքի հիմերը ճիշտ պիտի տնենք այսօր։ Վաղը պիտի հնցենք ինչ որ մենք ցանացենք։ Անաբարի կյանքը լավագույն օրինակն է, որ առօրյա հոգսերը տանելու
40 տարի 1 միլիոնեն ավելի մարդ 40 տարի անաբադին մեջ ապրեցան, շրջեցան անաբադի մեջ, չուր քիչեր, հաց քիչեր, վտանգներ շատ էին, ցանցրացուցիչ կյանք մներ, բայց 40 տարի Աստված խնամեց, ինչպես երկինքան մանանա իջեցուց։ Ամեն արավոտ թարմ էր անիկա, մյուս օրվան համար չէին գնալ պահել անիկա։ Հետևաբար մենք Սուրբ Գիրքի մեջ կտեսնենք Եղիա մարգարեն օրինակ ակրավներ կբերեին անոր հացը, որովհետև անաբադում կբահվեր։ Հետո այդ հացը եւ ճուրը անաբադում բացեցավ, Աստված ուղարկեց, որ այրիգին մնայի անոր։ Մենք իրապես այս կտեսնենք Հիսուս Քրիստոսի կյանքում։ Դեր Հիսուս այդպես ապրեցավ, իր խոսքերի զորությունը այդ արդեն։ Ինքը ապրեցավ, ինչպես որ ըսավ ինքը։ Կրնակ մտածել այն քիշերը, որ պիտի բռնեն իրեն եւ վաղը պիտի խաչեն, գսե որ իր աշակերտներն խաղությունս կթողουν ցեսը, իմ խաղությունս։ Գիտեր որ մեկ շաբաթ հետո խաչ պիտի հանեն, ինքը նստեցավ էշին վրա, ավանագին վրա եւ Երուսաղեմ մտավ парքով եւ ընդունեց այդ парքը։ Չլացավ Հիսուս, ասելով որ հա մեկ շաբաթ հետո ինձ պիտի խաչեն, ինչ պիտի ունեմ ես։ Որովհետեւ գիտեր որ խաչ կա, բայց հետո խարություն ալ կա։ Ուրեմն մենք ալ պետք է այս օրինակները առնենք եւ ասենք որ այո դժվարություն կա, հոգսեր կան, բայց վաղը արևը վերստին պիտի բացվի, վաղը նորեն գարեդիություններ պիտի լա, նույնիսկ մերնիմ Աստուծո ժամանակը վերջ չունի, Աստուծո հետ ամեն ինչ լավ պիտի լա։ Սրբազան 1960-ական թվականներին սկսվեց հիպիական շարժում։ Շատ երիտասարդներ հետևելով վաղվա օրվա մասին չհոգալու սկզբունքին լքեցին տունտեղ եւ սոցիալական լուրջ խնդիրների առջև կանգնեցին։ Որն է այս սկզբունքի ճիշտ կիրառության գաղտնիքը, ինչպես խուսափել ծայրահեղությունից։ Այդ հիպիական շարժումը երիտասարդները գաբստամփին իրենց մեծերու ապրելակերպին այդ երկրորդ աշխարհի պատերազմեն հետո աճած նոր սերունդ մներ եւ իրենց մեծերու փարուական կյանքի մեջ այդ կեղծավորությունը կտեսնեին, կապիտալիզմի հագասությունները կտեսնեին, անդեղի պատերազմները կտեսնեին, որ միլիոնավոր մարդիկ կմեռներ, ապստամբեցին անոր։ Բայց քացին մյուս ծայրահեղության, ասիկա դեր Հիսուս Քրիստոսի ուսուցումը չէ։ Ասիկա ալ ավելի հերու արևելյան գրոններու որոշ մի տեսակին ուսուցումն է, որ Հնդկաստանի մեջ այդպես կապրին, մարդիկ փողոցներում կապրին։ Իսկ դեր Հիսուսի ասածը սա է. «Թուն այսօրդ Աստծո հետ միասին լավ պիտի ապրես, քու պարտականություններդ այսօր լավ պիտի կատարես, եւ պետք չէ հոգեբանական բարդույթներով գրես քու խնդիրներդ, որովհետև Աստված մոնիս, եթե հավատք մոնիս, քու այդ մտահոգված նյութական բաները քեզի պիտի դրվի։ Մի քիչ պակաս, մի քիչ ավելի, բայց պիտի ունենաս, ինչպես չես կնար ունենալ, Աստված որ այս աշխարհը այսքան արարածներ նորեն ստեղծել է եւ բոլոր արարածներուն իր կյանքի բաժինը դված է քեզի պիտի չտա, մի մտահոգվիր այդ բանով, բայց Դեր Հիսուս հարգավթե ինքը մտահոգվեցավ մարդոց հոգիներու փրկության համար։ Մտահոգվեցավ իր աշակերտներու գրթությամբ, մտահոգվեցավ փարուականությունը թեպի լավ հարաճ տանելու, մտահոգվեցավ իր քարոզչության կորցով, մտահոգվեցավ իր այդ օրվա քաղաքական եւ տնտեսական խնդիրներով։ Ուրեմն միայն թե Դեր Հիսուս ինչ ասավ հիվանդակին ըսկացումներուն առանց վերածվելու, մեկը պետք է սպառվի իր ապրած ընկերության փարորության համար։ Ուրեմն այս տարբերությունը կա, այս ծայրահեղությունը կա։ Ուրեմն հոգս տանիլ, բայց չարդոնել, որ այդ հոգսը թունավոր է քո կյանքդ։ Միայն այդ պահում, այդ գործը կատարելու ատեն այնքան բրկվե։ Երբ որ քնանաս, քուհուտ տնես սնարի վրա, Աստծո հանձնես թուն քեզի եւ մանուկներով ես քնանաս։
Այսինքն Աստծուն ապավինել դեռևս չի նշանակում մատնվել անգործության։ Հարգավթեն, նայեցեք, նույնիսկ մենք անաբադի հայրեր ունենք, որոնք աշխարհին փախած են, անաբատներ փախած են, քարայրներու մեջ, ճգնավորներ եղած են, բայց երբ որ իրենց քրություններուն գնայիք, իրենք երբ որ արաբոդուն գարտնան, իրենց աղոթքի կյանքը կորց կանվանեն։ Այնպես մեր եկեղեցու արարողությունները մենք ճաշտոն կգոչենք։ Պաշտոն գդարել է նաև։ Հետևաբար, երբ որ մեկը Աստծո կմոտենա, կհասկանա, որ Աստված այնպես կարգավորած է այս տիեզերքը, որ հիերարխիա մկա, նվիրաբերությունը, հրեշտակներ, մարդիկ, անասուններ, փույսեր, բոլորը իր բարդականությունը ունի, իր բարդականությունը եւ իր իրավունքները։ Հետևաբար հրեշտակները միայն երկինքի մեջ չեն թրջիր այդպես, եւ միայն երաժշտություն մտիկ չեն ուներ այդպես, կորձ ունին այս տիեզերքի մեջ Աստուծո ծառայելու, Աստուծո նպատակները իրագործելու իրենց բաժին ունին նաև հրեշտակները։ Սրբազան, իսկ ինչպես հասկանալ այս տողերը, այս խոսքերի իմաստը։ Եթե դաշտի խոտին, որ այսօր կա եւ վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան եւս առավել ձեզ թերահավատներ։ Մենք գկարծենք, որ մեր կյանքի վերաբերյալ բաներուն մենք գդիրապետենք, բայց չենք դիրապետում։ Մենք ջաշի գերանք, մեր ջաշի գերանք, հիմա գմարսե մեր մարմինը, մեր ստամոքսը եւ աղիքները, եւ արյունը գշրջի մեր երակներուն մեջ, ուղեղը գերտա, սիրտին գերտա, մենք կնենք այս բանը։ Հիմա ես աչքերս կփանամ տեսնել ուզեմ եւ կտեսնեմ։ Բայց ոչ թե որովհետև ես շատ չանկ կթափեմ անոր համար։ Պարզապես ինձ դրվեր են այդ բոլորը։ Հետևաբար իրականության մեջ մարդնալ շատ զորավոր չէ թերնիկեմը։ Ջանջեմը, մրջունեմը ավելի զորավոր չենք մենք։ Ինչ որ շնորհված է անոնց, մեծ այդպես շնորհված է։ Հետևաբար պետք է այս գիտակցություն ունենանք, որ եթե Աստված կյանք կտա անոր համար կապրենք մենք։ Աստված առողջություն կտա անոր համար կմարսենք մենք։ Աստված մեր օրերը գերգար է անոր համար մենք աշխատում ենք եւ դրամ ենք վաստակում։ Ոչ թե մենք շատ շանկ կթափենք անոր համար։ Եվ ինչ կբադահի հետո օրը կհանդիպենք խնդիրը փիշկը գսե որ ուրուցք մի ելերը հոստել։ Գսենք ինչպես ինչպես ուրուցք չելներ քու մեջդ անոր մասին երբեք մտածած ես ինչու համար մեր աչքերը կաթարակ չլար ինչու համար մեր վերքը գփուժվի մտածել ենք անոր մասին ուրեմն Աստված այդ հրաշալի զորությամբ կգարկադրի անիկա ինչպես ծաղիկներուն ինչպես թրջուններուն այդպես ալ մարդուն համար Աստծո ափին մեջն եք դուք արդեն գվայելեք արդեն Աստծո բոլոր բարիքները անոր մասին մտածեցեք այսքան հարստություն դվեր է ցեզ ավելի մի չդա Աստված պիտի դա հետևաբար Տեր Հիսուս կսե որ շատ մտահոգվելով այս բաներու մասին չգարցեք որ ավելի շիդակ պիտի ընթանա չեմ գիտեր դուքալ անդրադարձած եք որոշ բաներուն եթե շատ ուշադրություն կդարձնեք կգործունցնեք ձեր կետրոնացումը զորնակ եթե մեկը տաշնակ նվակ է եթե շատ ուշադրություն դարձնե նոթաներուն կշվարի այնպես պետք է սորվի որ անիկա իր մադերուն սորվեցնե եւ այլևս ինքը նույնիսկ չմտածի անոնց մասին ինքնասահ պետք է մադերը շարժին գոճակներու վրա ուրեմն բոլոր գործերը այսպես է եւ որ գսեք որ չէ ես սխալ բիդի չնեմ ավելի շատ սխալ կնեք հետևաբար եթե գուզե մեկը ես լավ կյանք պիտի ունենամ միշտ երջանիկ պիտի լամ ես բոլոր խոչընդոտներեմ պիտի փախչեմ ես ոչ մեկ մարդ ինձ անհանգիստ պիտի չնե եթե գերավագայ այսպեսի կյանքը հավանաբար միշտ պիտի գտնե հագարակը միշտ պիտի ցախողի
Կյանքը պիտի ցկես իր վիճակով, պիտի կա, ալիքներ պիտի կա, ծով պիտի լա եւ թուն պիտի ուզես որ միայն խաղալ այդ ծովը։ Կյանքը այդ ծովն է, խաղաղ է, կապույտ է, երկինքը, հետո ամբողջ գլա, անտրևներ, փոթորիկներ, բայց Փառք Աստված այնպեսի նավ մտվեր է մեզ, որ կթիմատրի անոր։ Թե անիկա մեր էությունն է, մեր մարմինն է, հոգին է, բայց ի վերջո մեր հավատքն է, որ մենք կրնանք կուրս տալ կյանքի բոլոր մարտահրավերներուն։ Օրինակ մի եկավ միտքս, ուրեմն քիմիայի աշակերտները համալսարանում քնացող իրենց ընկերոջ կատակ մներ գուսեն քարշահոտ թերմը քնացած ադեն բեխերուն կգաթեցնեն։ Ուրեմն գարտնա հետո այս երիտասարդը սենյակը քարշահոտությամբ կհոտի։ Գուսե ինչ մերերը հոստե գփնդրե պամը չգտներ։ Հետո կորիդոր գելն է գուսե հոսալ կհոտի։ Թուս կվազ է փոց գուսե ամբողջ աշխարհը քարշահոտությամբ լեցրել։ Հիմա շատ հաճախ մենք այսպես ենք։ Քարշահոտությունը մեզի շատ մոտ է, մեր միտքին մեջ է։ Խորեդեսությունը մեր աչքերուն մեջ է։ Սև ակնոցներ գտնենք եւ այդպես կնայենք աշխարհին եւ գսենք որ ինչ վատ աշխարհ է։ Աստված ինչպես աշխարհը ստեղծել է։ Ինչ վատ մարդիկներ են, ինչ վատ հայրենիք է, ինչ վատ կառավարություն է, ինչ վատ կորձ է, ինչ վատ ընտանիք է։ Բայց մյուս անգամներ գսենք որ ինչ լավ է կյանքը։ Կյանքը չէ փոխված, նույն կյանքն է։ Երեկ էլ այդպես էր, այսօր էլ այդպես է։ Պարզապես մենք երբեմն այդպես մելամաղձոտության, հիվանդության կփռնվենք եւ կուզենք տխուր նայել աշխարհին։ Եվ դեր սկսե որ մի ունեք այդ վատությունը դուք ցես։ Կյանք շատ լավ է, քեծիկ է, Աստված կա, արև կա, քնա եւ կյանքդ ապրե, որովհետեւ այսօր ունես միայն, բալանսերը փամը չես կրնար փոխել, աբական դակավին չի եկած եւ չես գիտեր թե պիտի կա, բայց այսօր քեզ դրվեր է, այսօր ըրե լավակույն աղոթքդ, այսօր փռնե ծոմապահությունդ, այսօր դուր տալիքդ աշխարհին։ Սրբազան ամփոփենք ավետարանական այս հատվածի մեկնությունը։ Ինչ խորհուրդ կտայիք մեր հերոստատիտողին, ինչպես զատորոշել հոգալու, չհոգալու այդ սահմանը, ինչպես ճիշտ ապրել ներկան։ Տեր Հիսուս պատասխանը արդեն գուտա, գսե որ նախ խնդրեցեք Աստծո արքայությունը եւ անոր արդարությունը, մյուս մնացյալ բոլոր բաները ավելիով պիտի տրվի ցես։ Ուրեմն մենք աշխարհ եկանք, մեկ փչչեինք, ինը ամիս մեր մոր որովայնին մեջ մեծանք, հետո աշխարհ եկանք մենք, մեծ կմեծնանք, մեր գիտակցությունը կընդլայնի, այս ճամփորդության ընթացքին Աստված ճանցանք մենք, ուրեմն Տեր Հիսուս գսե որ Աստվածաճանաչության մեջ սարքացեք, ավելի լավ սորվելու չանացեք, ինչ է ձեր հարաբերությունը Աստուծո հետ, այդ է ամենեն կարևորը, եւ ցեզ մեջ չառնվելիք միակ արժեքը այդ է, մնացյալ ամեն ինչ արդեն պիտի գործունեցնեք, ինչ համար այնքան հոգ կնեք որ, ինչ որ հոգ կնես շատ, արդեն պիտի գործունեցնես, ուշ կամ գանուխ, մահով զերոյի պիտի վերածվի ամեն ինչ, երբ որ Աստված տեսնե որ դու շիրակ ճամփուն մեջ ես, մյուս բաները պիտի հոգակես եւ պիտի տեսնես որ լիակատար գերբով բոլոր պետքերդ, քո ընտանիքիդ պետքերը, քո բարականերդ պետքերը պիտի կոհացվին։ Այս դիեզերքը Աստծո դիեզերքն է եւ մեզ գուցե որ մենք աստվածային եւ մարդկային սերը սորվենք, որովհետեւ ամեն ինչ սիրով ստեղծվեցավ եւ մենք Աստծո արքայության այդ քաղաքը պետք է սովորենք։ Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար։ Ես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, հետևեք մեր հաղորդումներին ամեն երեքշաբթի, բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ։ Մինչ հաջորդ հանդիպում։